նշանվեցինք ու որոշեցինք, որ պիտի միասին ապրենք շատ միանգամից։ Նախ դե հիշում ենք, որ ես ապրում էի ընկերուհուս հետ ու արդեն սպառվել էինք, պետք էր փոփոխություն, իսկ Դավիթի հետ ապրելը այդ իրականում լավագույն բանն էր, որ կարող էր լինել մեր երկուսի հետ այդ փուլում։ Ես առհասարակ կիսում եմ այն մտածողությունը, որ պիտի զույգը իրար հետ ապրեն, մինչև ամուսնությունը, հա, ընտանիք կազմելը, որպեսզի իրար կենցաղավարությամբ ծանոթանան։ Որ հետո չլինի այնքան անհանդուր ժողվիճակ, որ ասես դու գոնե իմանայի։ Հա։ Գոնե իմանայի։ Ընտանիքը ոնց վերաբերվեց։ Ընտանիքը շատ լավ, շատ adekvat։ Պապ, գիտես, մենք որոշել ենք, որ այսպես պիտի անենք, խնդիր չկա, ինչով կարանք մենք ձեզ օգնենք։ Այսինքն շատ բաց են էլի իրանք, որտեղ երկու հասուն մարդ եթե որոշում կայացնում է, կամ պիտի աջակցես, կամ ուղղակի կողքից հետևես։ Այդ կարծիքը իհարկե կիսում եմ այն դեպքում, երբ իրոք երկու կողմն էլ այդպես են մտածում, իրանց համար շատ կարևոր է, չգիտեմ, կենցաղը իզորու չի մարդկանց, երկու իրար շատ սիրող մարդկանց, իրար կարեկցող, հասկացող, ըմբռնող նման լավ հարաբերությունները ինչ որտեղ, չգիտեմ, փչացնի կամ վատթարացնի, ընդհակառակը ոնց որ այդ ավելի դեպի լավարկմանն է ուղղված։ Կենցաղը լավել իզորու է այդ ամեն ինչը անի ու հենց դրա համար եմ մտածում, որ ցանկալի է զույգը մինչև ամուսնություն ապրեն իրար հետ, որովհետև կենցաղային հարցերը այնքան աննկատ են գալիս մտնում մեր կյանք ու այնքան լուրջ խնդիրներ կարան առաջացնել։ Ամեն դեպքում աղջիկների ջան, շատ մտածված արեք ձեր քայլերը, կենցաղ կիսելը, գնալ ապրել տղամարդու հետ եւ այլն, դա աննկարագրելի առաջինը մեծ պատասխանատվության մասին է խոսքը։ Շատ զգուշ է պետք լինել այդ ամեն ինչի հետ, ամեն քայլը շատ մտածված է պետք անել, որովհետև ամեն դեպքում տղամարդու համար չէ, բայց ոնց որ անկեղծ լինենք, որ աղջկա համար ինչ որ չափով, չգիտեմ, օրինակ եթե իրար հետ չամուսնանան կամ նման բան, պիտակավորման մեծ ինքը ոնց որ sense շատ մեծ առիթ է, էլի։